Բոլորը այսօր խառնված, շփոթված, հարյուրավոր զանգեր, թե ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջա որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկերը տան, աշխատավարձները, ապրանքները հավաքած փչանումա, չգիտեն ինչ անեն, որտեղ տեղավորեն եւ հարցնելով պարոն Ծառուկյան ինչ անենք, ես ասում եմ դրա համար ես արդեն մեկ ամիս է ասում եմ, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, սենցա լինելու, որ մարդիկ չեն գիտակցում, չեն տիրապետում։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է։ Եթե քանդվեց, ինչ է լինելու։ Մի բան պետք է հասկանա, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր։ Տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ։ Տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է կամ միանգամից քանդվում տրակում է։ Այսօր քանդման եզին կանգնած ենք։ Այդ ժողովրդին ով է պահել, ով է կերակրելու, վարկերն ով է փակելու, մարդկից ունեցվածքը լրիվ կորցնելու են։ Այնպես որ սենց չի կարա լինի։ Խոսում են դադարք, մենք այլ ընտրանքներ ունենք։ Նրանք իրենց այլ ընտրանքը 10 տարի չեն կարա որցեք այլ կատարեն։ Այլ ընտրանք ունեցողը սա փակվեց, մյուսը բացվում է։ Հիմնական շարժը, առևտուրը, բանջարկը տարիներ է պետք, որ ծանոթանան ապրանքի հետ, պայմանագրեր կապեն, գներն է, բանջարկն է, տոննաժն է, այնպես որ պետք է տիրապետեն տնտեսությունը ինչա։ Մեկ ամիս առաջ եմ տեղեկացել, մտածեք, քայլ կատարեք, մարդկանց մասին հնարավորություն տվեք, տնտեսությունը խաղալիք չի։ Ռուսաստանը անձամբ նախագահան հայտարարելով, որ հայերը, Հայաստանը իմ բարեկամներն են, եղբայրներն են մեր։ Էսա, եթե դուք մեր թշնամուի ուղղությամբ եք գնում, դուք մտածեք, մենք չենք ուզում, մենք պատրաստ ենք քննարկելու, ասելու, կազմակերպելու, հնարավորություն տալու, զարգացնելու, ծաղկացնելու։ Բայց դուք հակառակ եթե այլ ընտրակ ունեք, ձեզ բարի ճանապարհ, մենք էլ ոնց որ Եվրոպայի հետ ենք վերաբերում, նույնն ձեր հետ, առանձնապես ոչ մի բան, ասում եմ, որոշողը դուք եք։ Դա ես ասել եմ, որ մարդիկ գիտակցեն, կարողանան պատրաստված լինեն։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի։